Տիկին Մարիետան ու Աննան են Կապանի դրամատիկական թատրոնի ամենաերկարամյա ու ամենաերիտասարդ դերասանները։ Նրանք տարբեր են տարիքով, բայց շատ նման թատրոնի հանդեպ մեծ սիրով։ Տիկին Մարիետան թատերական ինստիտուտն ավարտելուց հետո Արտաշատից եկավ Կապան։ Թե ինչպես կյանքի 50 տարիները անցան այստեղ, ինքն էլ չնկատեց։ Ես որոշել եմ երգչուհի դառնալ, որտեղ շատ եմ սիրում երգերը եւ մինչեւ հիմա ինձ համար երգում եմ։ Երբեմն ներկայացումների ժամանակ բախտի բերմամբ թե ճակատագիրեր ինչ էր չհասկացա, ես էլ ինչպես հայտնվեցի բեմի վրա որպես դերասան։ Շատ երկար եմ աշխատել, շատ փորձությունների միջով ենք անցել, շատ լավ ներկայացումներ ենք ունեցել, շատ լավ բեմադրություններ ենք ունեցել, լավ ռեժիսորների հետ եմ աշխատել, լավ տնօրեններ ենք ունեցել, շատ հիշարժան օրեր եմ ունեցել։ Աննայի մանկությունն անցել է թատրոնի կուլիսներում, բայց ավելի հստակ քայլեր սկսել է անել 2022 թվականից։ Ավագ սերնդի դերասանների խորհուրդներն ու աջակցությունն այդ ճանապարհին շատ են օգնում։ Աշխատասիրությունն իհարկե առաջին տեղում է։ Իմ ոգեշնչման աղբյուրը իմ տանն է, տատիկս Նատալիա Բաղդասարյանը, ում շնորհիվ, այսպես ասած, ես մեծացա հենց այստեղ։ Առաջին ներկայացումը եղել է Ծիրանի ծառը, երբ 5 տարեկան է եւ փոքր այսպես փոքրիկ Աննան բարձրացավ բեմ։ Երևի դա եղավ ճակատագրական, չնայած կյանքի բերմամբ եղել են մտքեր, որ կարող են ընտրել մեկ այլ մասնագիտություն, լրիվ այլ ոլորտ, բայց չգիտեմ, երևի հենց այդպես էլ գրված էր, որ ես պետք է գամ թատրոն եւ լինեմ թատրոնի մի մասնիկ։ Կապանի 90-ամյա դրամատիկական թատրոնում երիտասարդ կադրերը շատ են։ Տիկին Մարիետան մեծ սիրով է աշխատում նրանց հետ, փոխանցում հարուստ փորձը եւ հասցնում նորը սովորել։ Շատ ավելի գրագետ են, շատ ավելի շնորհալի են, շատ լավ են երևում բեմի վրա։ Մենք իրանցից շատ բան ունենք սովորելու։ Պատրաստ եմ զիջելու մեր երիտասարդներին։ Թող ակտիվանան, թող աշխատեն, թող հասնեն մեր տարիքի, տեսնեն ամեն բան։ Հեյրուր, հեյրուր, հեյրուր։ Մեծ պատիվ է բեմը կիսել փորձառու դերասանների հետ, մեծ դերասանների հետ, նրանցից միշտ սովորում ես, նրանց յուրաքանչյուր քայլը բեմում քեզ ինչ-որ բան հաստատ սովորեցնում է եւ իհարկե պարտավորված ես լինում ավելին ձգտելու հասնել նրանց, ձգտելու հասնել ավելիին։ Յուրաքանչյուր դերասանի համար տարվա մեջ կա մի օր, որ առանձնահատուկ է՝ թատրոնի միջազգային օրը։ Արտիստները հետադարձ հայացք են նետում անցած ճանապարհին եւ կրկին համոզվում՝ ճիշտ ուղի են ընտրել։ Յուրաքանչյուր դերասանի համար տոն, ուրախություն, ցնծություն։ Այդ օրը ոնց որ ամբողջ տարվա աշխատանքը ամփոփվում է այդ մի օրվա մեջ։ Յուրաքանչյուր թատերական մարդու կյանքում դա շատ կարևոր օր է, որովհետեւ այսպես ասած այդ օրը փառաբանվում է թատրոնը, թատրոնի մարդիկ։ Շատ հատկանշական տոն է ինձ համար էլ ինչպես յուրաքանչյուր դերասանի կամ ընդհանրապես թատրոնի մարդու համար շատ երջանիկ օր է, այսպես ասած։ Բոլորդ իմ թշնամիներն եք։ Իմ երեսերը չեք տեսնի։ Թատրոնը մեր տունն է։ Մեր տունը։ Յուրաքանչյուր դերասանի համար տուն է։ Թատրոնը կյանք է, ինչպես նաև առեղծված։ Երբ մտնում ես թատրոնի պատերից ներս, դու հայտնվում ես մի աշխարհում, որտեղ որ ամեն ինչ կարող է լինել, եւ լավը, եւ վատը, ուստի մենք բառով հենց կյանք։ Մարտի 27-ին անցկացվում է արտավազդ ամենամյա մրցանակաբաշխությունը, թատերարվեստի մարդկանց համար ամենասպասված իրադարձությունը։ Այդ օրն ամփոփվում է դերասանի 1 տարվա կատարած աշխատանքը, եւս մեկ անգամ փաստելով, որ անմնացորդ նվիրումը միշտ էլ գնահատվում է։ Շնորհավոր եմ մեր բոլոր դերասաններին, ռեժիսորներին, տնօրեններին, ամբողջ թատրոնի աշխարհին։ Ուզում եմ շնորհավորել թատրոնի մարդկանց, թատրոնին, առհասարակ բոլորին, ովքեր առնչվում են թատրոնի հետ, բոլորին մաղթել առողջություն, երջանկություն, որպեսզի կարողանան լավ ստեղծագործել բեմում եւ որպեսզի ստեղծագործական եռանդը երբեք չպակասի։ Շնորհավոր թատրոնի միջազգային օր։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։